Եղբայրներս, լսեք այսօրվա ուղերձը, վերցված Երեմիա 20:6 համարից։ Իսկ դու ով փասուր եւ քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք եւ Բաբելոն պիտի գնաս եւ այնտեղ մեռնես եւ այնտեղ թաղվես դու եւ քո բոլոր բարեկամները, որոնց դու սուտ մարգարեություն էիր անում։ Պասհուրը քահանայի իմ մերի որդին էր, բայց մոլորվեց։ Հուդան նրան հետևելով մերժեց ճշմարիտ Աստծուն։ Եղբայրներ, մերժեք կեղծությունը եւ Աստված կօրհնի ձեզ։ Ճանապարհը իմ մերի որդին չէ, այլ Աստծո որդին, Հիսուս Քրիստոս։ Նա է ճշմարիտ մարգարեն։ Դիտենք այս վկայությունը։ Ես ընկա, Այլևս չեք կարողանում նորմալ քայլել։ չէի կարողանում։ Միայն հենակով։ Ստիպված էի օգտագործել հենակ, քայլակ, անվասայլակ։ Այսօր ձեր ազատության օրն է, սիրելի քույր։ Վերցրեք ձեր հենակը, դրեք այն ձեր ուսին, որպես հաղթության նշան։ Այժմ հավատքով սկսեք քայլել միջանցքով, քայլեք Հիսուսի անունով։ Շարունակեք քայլել քույրս, վստահությամբ, ավելի լայն ու հաստատուն քայլերով։ Տիրոջ զորությունը ձեզ հետ է, նա է ձեզ բժշկում։ Վերադարձեք, քայլեք ազատության ուրախությամբ, քայլեք ավելի արագ, ինչպես նա, ով բաց է թողնվել շղթաներից։ Փորձեք մի փոքր վազել ավելի վստահ։ Աստված ձեզ վեր է բարձրացնում։ Ամեն։ Քույրիկ, խնդրում եմ ասեք, ինչ է ձեր անունը։ Ջուլիա, Ամեն ինչ ավարտված է, Ջուլիա։ ամեն 92 տարեկան եմ։ Դուք հիմա 92-րդ գործակալն եք, Ջուլիա։ Աղոթենք։ Երկնային Հայր, մենք հավատքով դիմում ենք քեզ, խնդրելով այս հոգու ազատությունը։ Միացնում եմ իմ հավատքը նրա հավատքին, հանդիմանում եմ սատանայի ամեն մի գործ, իսկ դու բարձրացրու ձեռքերդ եւ ասա. շնորհակալ եմ, Տեր, Աստված օրհնի քեզ։ Deus abençoe.